Այդ ամենը փոխել ու ես շատ ուրախացա։ Սա արդեն նշանակում է սառույցը շարժվեց։ Եվ վերջապես, բայց շարժվեց ոչ թե դատախազության եւ վերջապես քաղաքական իշխանության քաղաքական մասը վերջապես հասկացա, որ պետք է դա փոխել։ Այսինքն քաղաքական մասի իշխանության ավելի պրոգրեսիվ հայտնվեց, քան իրավապահ մարմիններ։ Ուղղակի սրանք գնային քաղաքական մասին, ասեն, որ սենց հանեք, սրանք ավելի կոնսերվատիվ էին, բայց կարողանում էին համոզել, բայց այստեղ համոզված են, որ մի շարք իրավաբանները թվում նաև իմ մասնակցությունը դեր ունեցան, որ այս ամենը փոխվեց, որտեղ սա ես չէի պատկերացնում, մենք հայտարարել ենք Ստրասբուրգում։ Սա արդեն դառնում էր, ես դրա համար այդ սամարի մեջ գրել եմ, ռեպրեսիվ մեխանիզմ է սա։ Ռեպրեսիվիզմը ո՞նց է։ Գնում էին մարդու հետևից, եղբորը վախեցնում, արևանին վախեցնում, բարեկամին բանում, որ այս մարդը գար ցուսմուկներ տա։ Դա ո՞նց կարելի է գործել այս մարդը։ Եվ ասում եմ, դատախազությունը հատուկ քննչական ծառայությունը այս ընթացքում իրոք Հայաստանի իմիջը շատ ուշքարացի եւ շատ ուրախ եմ, որ վերջապես նրանց քիծը չաշխատեց, այլ այս բանը փոխեցին։ Հիմա արդեն ավելի հեշտ է ավելի մի կոնկրետ դեպքի համար գալ դատարան եւ ապացույցը։ Ապացույցը, եթե չապացուցեցին կամ եղավ sense 50-50, ուրեմն այդ մարդիկ ազատ պետք է լինեն։ Որտեղ կարողանում են ապացուցել, եթե նույնիսկ գիտեք ինչ, մարդու մի քիչ նաեւ իր եթե նույնիսկ գիտեք, որ հանցագործություն է արել, եթե չես կարողանում դատարանում ապացուցել, դա պետք է թողի գնա։ Դες չի լինում, էլի գիտենք, բայց չեն կարող ապացուցել, կարելի մի բան սարքենք, որ այդ մարդու ջուրտես չի կարելի։ Սա ամեղության կանխավարկածն է, չգիտեմ, անգլերեն ոնց ենք ասում։ Presumption of innocence. Այսինքն այս դաշտողի պերիոդ է ստացվել, presumption of innocence, presumption of innocence։ Սա է մեր վիճակը, հասկանում եք, եւ իմ խնդրումը հավատացեք շատ դեպքերում ավելի միջին օղակներն են, քան ավելի բարձր։ Շատ ժամանակ վարչապետի նախագահի մակարդակով շատ հասցրավելի հեշտ է լուծվում, քան դատախազի, արտադրության նախարարի, սրանք մի տեսակ այս Հռոմի պապից ավելի կաթոլիկ են միշտ ուզում լինել, եւ այս որոշում ընդունող չեն, իրական։ Հա, բայց երբ գիտեք ինչ, տեղերին գալիս է, որ իրանց Հռոմի պապից ավելի կաթոլիկ են, որ կարծում են, որ դա լավ կլինի, էլի թող ինչքան ուրեմն, եթե որոշում ընդունող չէ, թող իրանց վրա ավելի ռեպրեսիվ պատասխանատվություն չվերցնեն, բաներ անեն, մտածելով, որ դա լավ է։ Հասկանում եք։ Որտեղ շատ դեպքերում պարզվում է, որ դա այդպես չէ։ Մենք էլ գնացինք այդ ծեծի պատմությունը, այդ քրեակատարողական իմացանք, իրենց վրա բան են, նախաձեռնություն էին վերցրել, էլի։ Հասկանում եք, այս խնդիրները կան։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե ավտորիտարիզմը դա պրոբլեմ է եւ պրոբլեմ է մնում, մեր մշակույթը ավտորիտար է։ Եվ ավտորիտարիզմը ես օրինակ Freedom House-ի հետ համաձայն չեմ, ասում եմ, ազատ, կիսով չափ ազատ եւ փակ անազատ հասարակություն է։ Կամ ազատ է հասարակություն, կամ անազատ։ Մնացածը բոլորը ազատության սահմանափակման չափանիշ է։ Ազատություն կամ չկա։ Մեր մոտ այդ տեսակետից ազատության խնդիրը կա, մենք ազատ հասարակություն չենք։ Հիմա չմխիթարվենք նրանով, որ Ադրբեջանը անազատ է, մենք էլ կիսով չափ ազատ ենք։ Մեզ կիսով չափ ազատ լինելը բավարար չէ։ Մենք փոքր պետություն ենք, սակավան ռեսուրս պետություն ենք։ Մեր մոտ հասարակությունը պետք է ազատ լինի, որպեսզի քաղաքացիական ասել տնտեսական համակարգը զարգանա։ Եթե սա չլինի, մենք չենք կարող։ Դա ասում եմ, մարդու իրավունքները Հայաստանի համար առաջին հերթին անվտանգության նաև խնդիր է, եթե ուզում եք իմանալ։ Ժողովրդավարությունը, քաղաքական ռեժիմը Հայաստանում, սա ուղղակի ազգային անվտանգության խնդիր է։ Կամ մենք մեր ռեսուրսները բացում ենք, եկեք Ճապոնիա, Ռուսաստան իրար հետ հարմար։ Ինչ Ճապոնիան ինչ է իրենից ներկայացնում։ Ուկրաինայից 2 անգամ փոքր երկիր է, իսկ ռեսուրսներով 5 անգամ ավելի աղքատ։ 2.5 անգամ էլ 3 անգամ, 20 միլիոն է, մոտ 3 անգամ էլ ավել բնակչություն ունի։ Այսինքն որպեսզի ճապոնացին եւ ուկրաինացին հավասար ապրեն, պետք է ճապոնացին 3 անգամ ավել աշխատի։ Դե հիմա հայմատակ Ռուսաստանի հետ Ճապոնիայի բյուջեն եւ հնարավորությունը։ Եվ տեսեք, այսինքն մենք պետք է հասկանանք, որ կան պրոգրեսիվ համակարգեր եւ կան ռեգրեսիվ համակարգեր։ Ռեգրեսիվ համակարգերը որոշ չափով գործում են այն երկրներում, որոնք ռեսուրս ունեն, ռեսուրսը ծախ ունեն, գումար է գալիս, բայց դա է ժամանակավոր հարց է։ Իսկ մենք որ ռեսուրս չունենք, առավել եւս մեր սահմանադրականության տեսությունից պետք չէ մեզ սովորացնել կամպետիցիոն իրավունքի պատմությունից։ Մենք պետք է ընտրենք պրոգրեսիվ համակարգ, ազատ տնտեսական համակարգ, բազմակենտրոն քաղաքական համակարգ, վերջացավ։ Եվ այստեղ խնդրումը ինչքան իշխանության մեջ, այնքան ընդդիմության մեջ, որտեղ երբ